Ձեր կարծիքով այսօր մեր քաղաքացիները վստահում են պետական ինստիտուտներին, թե ՄԻՊ-ին դիմելը նրանց այսպես ասած վերջին հույսն է։ Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների թիվը, ինչպես արդեն նշեցի, բավականին մեծացել է։ Այսօր նաև ինձ համար նկատելի է մեր հասարակությունում այդպես շատ էթիկական եւ արժեբանական ասպեկտներին ոչ այնքան մեծ ուշադրություն դարձնել եւ շատ մեծ ուշադրություն դարձնել ավելի պրագմատիկ ասպեկտներին։ Կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու հիմնական այսպես գրավականը եւ նաեւ դիմումների ավելացման հավանաբար նրանում է, որ քաղաքացիները այն խնդիրների հետ կապված, որոնց առնչությամբ տեսնում են, որ որևէ պետական հաստատություն լուծումներ է տալիս, իրենք եւս շարունակաբար սկսում են դիմել հաստատությանը։ Այս առումով նաև մեզ մոտ, օրինակ 2025 թվականին ինքս փորձել եմ դիտարկել, թե ինչ դիմումներ են հատկապես մեծանում կոնկրետ ժամանակահատվածներում եւ դրանց թիվը երբ է մեծանում, կուզենամ նշել, որ հատկապես մեծանում է այն դիմումների թիվը եւ այն ոլորտային հարցերով մարդու իրավունքների պաշտպանին դիմելը, երբ քաղաքացիները տեսնում են, որ որևէ հարցի առնչությամբ կամ խնդրին է ամբողջական լուծում տրվել կամ մարդու իրավունքների պաշտպանը սկսել է հարցը բարձրաձայնել եւ սա եւս իրենք որպես լծակ են դիտարկում։